Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է։ Այսօր սիրելիներ, Աբետման տոնն է։ 2000 տարի առաջ, երբ Մարիամը դեռ 15 տարեկան մի փոքրիկ աղջնակ էր եւ նոր էր վերադարձել իր հայրական տուն Երուսաղեմի տաճարում երկար տարիներ ծառայելուց հետո, նշանված էր Հոսեփ անունով մի մարդու հետ եւ ապրում էր Նազարեթ քաղաքում, եւ երբ որ աղոթում էր կեսօրվա ժամին, հանկարծ Գաբրիել հեշտակապետը երևաց Մարիամին ասելով. «Ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ Մի պահ Մարիամը խռովվեց, շփոթվեց, որովհետեւ հրեշտակը, երբ որ այն ժամանակ որևէ մեկին երևում էր, նշանակում էր, որ եկել է նրա մեղքերի մասին հիշեցնելու եւ մահվան գուժը բերելու։ Բայց հետաքրքիր Աստվածամայր, ինչպես 6 ամիս առաջ Զաքարիա քահանայապետը Հովանես Մկրտչի հայրը չվախեցավ, չխառնվեց իրար։ Չէր հասկանում պարզապես թե հրեշտակը ինչ ունի իրեն ասելու։ Եվ ասում է Մարիամ, դու Տիրոջ առջև շնորհ գտար, ահա պիտի հղիանաս եւ որդի պիտի ծնես եւ նրա անունը Հիսուս պիտի լիներ։ Եվ նա պիտի լինի աշխարհի փրկիչը, որովհետև Տերը նրան տվել է, որպեսզի բոլոր մարդկանց փրկության առաջնորդի։ Աստվածամայրը ինչ է պատասխանում, ասելով, բայց ես տղամարդ չեմ ճանաչում, այսինքն չգիտեմ ինչպես պիտի լինի այդ ամենը, որովհետև ես տղամարդու հետ երբևէ չեմ քնել, նշանված եմ, բայց չգիտեմ, բայց նաև հասկանում եմ, որ առանց ամուսնանալու հնարավոր չէ զավակ ունենալ։ Եվ հրեշտակն ասում է, որ քեզանից ծնվածը Սուրբ Հոգուց է, Սուրբ Հոգով պետք է հղիանաս։ Եվ Աստվածամայրը պատասխանում ասելով, ահավասիկ մնում եմ Տիրոջ խոնար աղախինը։ Մինչ այս սիրելիներ, հարյուրավոր տարիներ առաջ Եսայու մարգարեն էր ասել, որ ահա կույսը պետք է հղիանա եւ մի որդի պիտի ծնեն եւ նա ունը պիտի դնեն Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ է։ Հիմա կարող է յուրաքանչյուր մարդու մոտ հարց առաջանալ։ Այնտեղ ասում է Էմանուել, այստեղ ասում է Հիսուս, մեկտեղ ուրիշ անունով, բայց ինչ է սա նշանակում։ Հանկարծ ամբաստանություն չանային, որ տարբեր անուններով է ներկայացել։ Հիսուս նշանակում էր փրկիչ, Քրիստոս նշանակում է օծյալ, Էմանուել նշանակում է Տերը մեզ հետ։ Այսինքն փրկիչը, Աստծո օծյալ Աստվածինքը պիտի գար մեր մեջ բնակվելու եւ մեզ դեպի փրկություն առաջնորդելու։ Երկրորդը հարցը, եթե պիտի Սուրբ Հոգու միջոցով ծննդաբերեր Աստվածամայրը, ապա ինչու նա նշանված էր Հոսեփի հետ։ Հրեական սովորության համաձայն, եթե աղջիկը մինչև ամուսնանը հղիանում էր, նրան անպայման քարկոծելով սպանում էին։ Եվ նաև Աստվածամայրը 15 տարեկան լինելով չէր կարող Նազարեթից մի քանի օր ճանապարհ կտրել գար Բեթլեհեմում ծնվեր զավակը, որպեսզի մարգարեությունը կատարվեր, հետո Եգիպտոս փախնեին, հետո գնային նորից Նազարեթ, նրան պետք էր անպայման օգնական լիներ։ Եվ հայր Հոսեփը նշանակված էր Աստվածամոր խնամակալը լինելու եւ պաշտպանելու համար, որպեսզի Աստծո զավակին չվնասեն։ Եվ տեսեք, 15 տարեկան մի փոքրիկ աղջիկ։ Աշխարհի մեջ շատ գեղեցիկ աղջիկներ կային, շատ հարուստ ընտանիքներից, շատ ուսում առած, իմաստուն մարդիկ, բայց ինչու ընտրեց այս մեկին Աստված, որովհետև աշխարհի մեջ ամենախոնարհն էր, ամենամաքուրն ու անարատն էր։ Ինչպես ասում ենք շարականի մեջ, ինքը դարձավ նոր Սերոբե, որովհետև Սերոբեներն ու Քերոբեները երկնքում իրենց երեսը փակում էին, որպեսզի Տիրոջ փառքը ծածկեին, չտեսնեին, բայց նրա մեջ Աստվածամոր արգանդի մեջ Հիսուս բնակվեց եւ ինքը դարձավ մարմնատեսիլ Սերոբե։ Նա դարձավ այն ոսկե սափորը, որի մեջ հավիտենական մանանան էր, երկնքից իջած Աստված ինքը որպես կենարար հաց, որպես մանանա եկավ բնակվեց նրա արգանդի մեջ։ Նա մեզ համար դարձավ կիզող մորենին, այրվում էր, չէ, մորենին կրակը, բայց չէր այրվում, այլ հակառակը կիզում էր, այնպես էլ ինքը այդ արվող մորենու պես իր արգանդի մեջ ընդունեց։ Եվ վերջապես նա դարձավ առաջնորդը, ինչպես որ ժողովրդին Եգիպտոսից հանեց դեպի ավետաց երկիր տարավ, այնպես նա արգանդի մեջ 9 ամիս մնալով Հիսուս մեզ երկրից դեպի երկինք հավիտենական կյանք տարավ։ Հիմա այստեղ ասում է ուրախացիր, որովհետև Տերը քեզ հետ է։ Շնորհընկալ է ասում Աստված, կամ բերկյալ է ասում։
Ինչ է նշանակում շնորհընկալ։ Մեր նախամայրը Եվան սիրելիներ նույն շնորհներն ուներ, բայց մեղքի պատճառով զրկվեց Աստծո շնորհներից, ծննդաբերությունը, որ կնոջ համար օրհնություն էր, դարձավ պատիժ, որովհետև ասում է հետ այսու պետք է ցավով ծնես քո զավակին։ Աստվածամայրը ցավ չքաշեց, այսինքն նորից այդ պատիվը վերադարձեց կնոջը, որ կինը շնորհ ունի Աստծուց զավակ ծնելու, երկիրը լցնելու եւ իր ամուսնուն, իր ընտանիքի թև ու թիկունքը լինելու։ Մենք այս ընտանիքը կոչում ենք Սուրբ ընտանիք։ Հայր Հոսեփը 40 տարեկան էր, որ նշանված էր Աստվածամոր հետ, իր ամբողջ կյանքը կուսությամբ էր ապրել, Հյուսն էր, իր արդարը վաստակով իր հանապազորյա հասն էր վաստակում։ Աստվածամայրը ուխտի զավակ էր, որովհետև նրա ծնողները Հովակին ու Աննան, երբ որ ամուլ էին, խոստացել էին Աստծուն, եթե մենք զավակ ունենանք, այդ զավակը անպայման քեզ պիտի ծառայի, եւ իրենց խոստումը կատարեցին, երբ 3 տարեկան Մարիամին տարան Տիրոջ հնծայելու, եւ հետո էլ այդ զավակի միջոցով Աստծո որդին ծնվեց, եւ վերջապես իրենց զավակը խոնար էր, արդար էր, սուրբ էր եւ վերջապես Աստված էր, Աստծո որդին էր, որ հաճեցել էր մեր մեջ բնակվելու։ Ինչ է նշանակում Տերը մեզ հետ է։ Մենք այսօր կարող ենք ասել, որ Տերը մեզ հետ է։ Չենք կարող ասել։ Տերը այո, ֆիզիկապես մենք կարող ենք զգալ նրա ներկայությունը, բայց Տիրոջ ներկայությունը զգալու համար դու ինքդ պետք է պատրաստվես, դու ինքդ պետք է դառնաս այն սափորը, որ մանանայի պես գա ու լցվի քո մեջ։ Տերը մեզ հետ է ամենուր եւ ամենտեղ, եւ Սողոմոն իմաստունն ասում է Երանի այն ազգին, ում Տերն է իրենց Աստված եւ իրենց առաջնորդը։ Հիմա մենք սիրելիներ, ուզում ենք, որ Տերը մեզ հետ լինի, բայց Տիրոջ մինչև մեզ հետ լինելը մենք մարդիկս պետք է այնպես անենք, այնպես պատրաստվենք, այնպես նվիրումով մաքրենք մեր ներսը, իբրև տաճար, ինչպես այսօր Պողոս Արաքյալի խոսքն էր, ինչ կապ ունի Մեհյանը Աստծո տաճարի հետ։ Մենք Աստծո կենթանի տաճարներն ենք, ուրեմն մենք կոչված ենք այդ տաճարը լինելու, որպեսզի Տերը գա ու բնակվի այս տաճարի մեջ։ Եվ ասում է դեն նետեք ձեզանից ամեն չարություն, պղծություն եւ հագեք աստվածպաշտության զորությունը։ Ուրեմն նախ եւ առաջ մինչեւ սեփ այսպես քարեղեն տաճարի մեջ աղոթելը, մտնելը, մաքրվելը մարդը ինքը որպես իրեն տաճար պիտի պատրաստի։ Եվ այս տաճարի մեջ Տերը պիտի գա ու բնակվի։ Եթե մեր սրտերի մեջ չի բնակվում Տերը, տաճարներում չի բնակվելու, քարեղեն շինությունների մեջ չի բնակվելու։ Դու պետք է Տիրոջ այնպես անես, որ Տերը ցանկանա քո մեջ բնակվել, եւ ինչպես Սաղմոսի մեջ ասում, ես կլինեմ ձեզ համար հայր, դուք էլ կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր։ Ուրեմն Աստված ուզում է, որ գա մեր հայրը լինի, մեր մեծ հայրը, մեր առաջնորդը, ինչպես հայրն է փափագում իր զավակներին, այնպես էլ Աստված է փափագում գալ մեր մեջ ապրելու։ Բայց մենք իբրև հավաքական ժողովուրդ, ազգ պիտի պատրաստենք։ Եվ երբ որ հրեա ժողովուրդը անդադար պարտություն էր կրում, մեղքերի պատճառով իր թշնամիներից հալածանք ու արհամարանք էր ստանում, Աստված ինչ է ասում Թագավորաց գրքի մեջ, որովհետև ասում է ժողովուրդը ինչ շուրթերով է պաշտում, բայց սրտով ինձանից շատ հեռու է, շատ հեռու։ Ուրեմն շուրթերով մենք կարող ենք ամեն օր աղոթել, ժամերով կարող ենք սաղմոսել, կարող ենք ամեն օր անգիր խոսքեր ասել, բայց քանի որ սիրտդ չի պատկանում Տիրոջը, ուրեմն դու նաև նրա ներկայությունը չես զգալու։ Իսկ Աստվածամոր սիրտը այդ մաքուր տաճարն էր, այն մաքուր վայրն էր, նրա արգանդը այնքան մաքուր անարատ էր, որ երկնքի Աստվածը ինքը մարմնացավ փոքրիկ երեխայի պես 9 ամիս բնակվեց նրա արգանդի մեջ։ Ուրեմն ինչքան պիտի այս մանուկը մաքրամաքուր լիներ, ազնիվ լիներ, սուրբ լիներ, որ Աստված հաճանար նրա մեջ բնակվել։ Շատերի համար այսօր, որ խոսում ենք, ասում են, այս դարում անհնար է սուրբ ապրել։ Բոլոր դարերում մեղք իր տարբեր տեսակներով ու երանգներով հայտնվել է մարդու մեջ։ Բոլոր ժամանակներ մեղքը շատ կամ քիչ մարդուն այդ առաջնորդել է դեպի մեղավոր կյանքը ապրելու։ Սոդոմ Գոմորը այսօրվա աշխարհից ավելի սարսափելի էր, քան այսօրվա աշխարհը։ Եթե այնտեղ գտնվեց ընդամենը 4 հոգի, այս աշխարհի մեջ Աբրահամ Նահապետի խնդրած 10 հոգին դեռևս ապրում են այս աշխարհի մեջ։ Ուրեմն նշանակում է, որ այսօրվա աշխարհը ավելի մաքուր է, քան այն ժամանակվա աշխարհը։ Ուրեմն նշանակում է, որ մարդը ինքն է ընտրում մեղավոր կյանքով ապրել, արդարությամբ ապրել, սրբությամբ ապրել, թե անտարբերության մեջ ապրել։ Միայն խոսքով հավատալ Տիրոջը, միայն խոսքով հետևել Տիրոջը բավական չէ։ Տեսեք Աստվածամոր մաքրությունը,
Երբ որ ասում է դու պետք է հղիանաս, որդի պիտի ծնես, նրա անունը Հիսուս պիտի դնես, ասում է բայց ես տղամարդ չեմ ճանաչում, չգիտեմ։ Իր պարզությունն ու մաքրությունն է ցույց տալիս, որ ինքը մեղքին հաղորդ չէ, ինքը չի ճաշակել մեղավոր ընթացքը։ Եվ Դավիթ մարգարեն էլ 50-րդ Սաղմոսի մեջ ասում է. «Իմ մայրը անօրությամբ հղացավ եւ մեղքի մեջ ծնեց ինձ»։ Այսինքն այդ սեռական հարաբերությունից չպիտի ծնվեր Աստծո որդին, որովհետեւ սուրբ էր, սուրբ պիտի կոչվի եւ այս սրբությամբ էլ սուրբ հոգով պիտի գար աշխարհ։ Եվ սա էլ ապացույցն է, որ Աստվածամայրը նշանված էր, բայց չէր իմանում ամուսնական կյանքը ինչ էր։ Սա այն մարդկանց համար, ովքեր միշտ ասում են, ինչպես կարող է այդպես պատահել։ Եվ տեսեք, ասում է, մնում եմ Տիրոջ խոնար աղախինը։ Երեք կարևոր բան կա այս պատասխանի մեջ. հույս, վստահություն եւ Աստծո կամքին հանձնվել։ Այսօրվա մարդը իր հույսը շատ թույլ է։ Այսօր աշխարհում ամեն ինչից շատ մենք հույսի կարիք ունենք։ Բայց մենք ում վրա ենք հույսը դնում կամ ինչպես ենք ուզում հույսին հասնել։ Պողոս Առաքյալը նկարագրելով հույսի մասին ասում է, որ տառապանքները մարդուն ավելի կոփված են դարձնում։ Կոփվածությունը բերում է մարդուն համբերության, համբերությունն էլ բերում է մարդուն հույսին, իսկ հույսը երբեք ամոթով չի թողնում։ Ուրեմն տառապանքը, դժվարությունը մեզ կոփում է այս աշխարհի մեջ։ Երբ որ մենք կոփվում ենք, մենք համբերություն ենք սովորում։ Ցավոք սրտի այսօրվա աշխարհի մեջ մարդը համբերություն չունի։ Մարդիկ ուզում են ամեն ինչ արագ։ Եթե հիշում եք սովետական ժամանակվա ֆիլմերը, մուլտֆիլմերը ստիլին, հիշում եք, սյուժեն շատ դանդաղ էր զարգանում, մենք հասկանում ենք։ Այսօրվա ֆիլմերը շատ արագ են եւ մարդն էլ ուզում է այդ ֆիլմերի պես արագ ամեն ինչի հասնել։ Իսկ որpիսի դու հասնես ինչ-որ մի բարձունքի, դու պիտի համբերատար աշխատանք տանես, համբերությամբ սպասես։ Սերմնացանը, երբ որ իր սերմերը հողի մեջ սերմանում է, ինքը համբերում է, գիտի, որ 10 օրից, 20 օրից, 30 օրից, 50 օրից նոր պիտի այդ սերմը ծիլ տա, հետո պիտի ջրի, պիտի մշակի, որ մի քանի ամիս հետո իր բերքը հավաքի։ Այնպես էլ հոգևոր կյանքն է։ Մենք մեկ օրում չենք կարող սուրբ դառնալ։ Մենք մեկ օրում չենք կարող մեր մեղավոր ինքնությունը փոխել։ Մենք մեկ ակնթարթում չենք կարող այնպես անել, որ մարդիկ մեզ սիրեն։ Եթե մեղքի պատճառով մենք կորցրել ենք, մեղքի պատճառով մենք հիվանդացել ենք, ուրեմն մենք համբերատար պիտի սպասենք հույսով, որպեսզի Տերը մեզ բժշկի։ Երկրորդը, սիրելիներ, վստահությունն է մեր կյանքի մեջ Տիրոջ խոսքի հանդեպ։ Այսօր մարդիկ Աստծո հանդեպ եւ նրա խոսքի հանդեպ վստահություն չունեն, որովհետեւ ամեն ինչ չափում են տեսանելի, շոշափելի աշխարհի պահանջով։ Մեր կյանքի մեջ ինչ որ մենք տեսնում ենք, ինչ որ մենք լսում ենք, դա է մեզ համար վստահելի, բայց այն ինչը որ մեզ համար անտեսանելի է, մենք դրա հանդեպ շատ քիչ վստահություն ունենք։ Եվ Պողոս Առաքյալն իր Եբրայեցի նամակի մեջ ասում է. ինչ է հավատքը, եթե ոչ ապացուցային բաների, որ չեն երևում։ Եվ խոսելով նաև Աբրահամի մասին ասում է. Աբրահամը, թեև Աստված իրեն խոստացել է, որ պետք է բազում ժողովուրդներ հայր լինել, բայց ասում է քո զավակին զոհաբերի, ասում է, որտեվ Աբրահամը հույս ուներ, որ անգամ հարության միջոցով ինքը կարող է դառնալ ժողովուրդների հայր։ Այսինքն այդ հավատքը, վստահությունը այն է, երբ որ քեզ ասվում է, դու առանց երկմտելու, առանց կասկածելու խոսքը կատարում ես։ Եվ վերջապես, սիրելիներ, հանձնվել Աստծո կամքին։ Մենք թեև ուզում ենք այդպես ապրել, բայց ամեն անգամ մենք փորձում ենք խուսանավել մեր կամքով ապրել։ Աստծո կամքը եթե տրված է, որ մենք պիտի նեղություն կրենք, դժվարություն կրենք, ուրեմն դու պիտի անցնես այդ ճանապարհի մեջ, ինչպես Հոբ երանելին անցավ։ Եթե Աստված ուզում է, որ մենք այս դժվարության միջով մեր սրբությունն ու մաքրությունը պահենք, ուրեմն մենք պիտի պահենք, չպիտի խուսափենք։ Աստված ուզում է, որ ես հայտնվեմ այսինչ դժվար ու նեղ վիճակում, ես պիտի հայտնվեմ, որովհետև նրա ճանապարհը այդպես է։ Նա է մեզ առաջնորդում այդ ճանապարհը ոչ միայն մեր փրկության, այլև շատ շատերի փրկության համար։ 15 տարեկան աղջնակ էր։ Պատկերացնում եք, նշանված է, ամուսնացած չէ դեռ, եւ ինքը պիտի հղիանա, եւ շատ շատերը պիտի բամբասեն։ Եվ եթե հիշում եք, հայր Հոսեփն էր ասում է, երբ որ իմացավ, որ Մարիամը հղի է, ուզեց լուր արձակել նրան, որպեսզի չվնասի։ Երբ որ հրեշտակը հայտնվեց ասելով. Հոսեփ, մի վախեցի, որովհետև քո նշանածը Սուրբ Հոգուց եւ նա Աստծո որդուն է կրում, ասում է, այդ օրվանից Հոսեփը Մարիամին վերցրեց իր մոտ։ Ուրեմն նույնիսկ իր ամուսնու մեջ, որ հավատավոր մարդ էր, ազնիվ ու պարկիշ մարդ էր, իր մոտ էլ կասկած առաջացավ։ Բայց երբ որ Տերը խոսեց իր հետ հրեշտակի միջոցով, ինքը անվերապահորեն հավատաց,
եւ Աստվածամորը վերցրեց իր պաշտպանության ներքո։ Շատ բան կարող են խոսել։ Այս ամբողջ պատմության մեջ ամենադժվարը հայր Հոսեփի իրավիճակն էր, չէ՞, որովհետեւ հավատաց խոսքին, վերցրեց, բայց մարդկորեն միտք անդադար պիտի տանջեր։ Արդյոք այս աղջիկը ինձ չի դավաճանել։ Արդյոք այս աղջիկը Աստծուց է, թե ես խաբված եմ։ Ամբողջ մի կյանք, հետո երբ որ ծնվեց Հիսուս, մոգերը եկան, երկրպագեցին, ոսկի բերեցին, խունկ բերեցին, զմուրս բերեցին, հովիվները հայտնվեցին, ամբողջը խառնաշփոթ է մարդու մեջ։ Մեր կյանքի մեջ էլ չէ որ մի բան մենք շատ ենք ստանում, միանգամից խառնվում ենք իրար, թե որ արժանիքի համար ենք մեզ այն շնորհին արժանացել, կամ ինչու Աստված այս ամենը մեզ տվել, կամ միշտ վախով, միշտ մտածում ենք որ սա կարող է մեզ համար հետո դժբախտության պատճառ դառնա։ Բայց երբ որ դու հանձնվում ես իրականում Տիրոջ կամքին եւ թույլ ես տալի որ Աստված իբրև ճշմարիտ նավապետ քեզ առաջնորդի, քո նավը երբեք նավաբեկության չի ենթարկում, երբեք ծանծղուտում չես հայտնվում, ժայռաբեկորին չես հայտնվում, այլ խաղաղությամբ հասնում ես այն նավահանգիստը, որ Տերը պատրաստել է մեզ համար։ Եվ այս տոնը մեզ համար կոչվում է ավետում, այսինքն ավետիս, բարի լուրի հայտնում։ Ինչ էր եղել։ 400 տարի Աստված դադարել էր խոսել մարդկության հետ։ Մեղքը պատճառ էր դարել, որ Աստված լռեր։ Մեղքը պատճառ էր դարձել, որ Աստված այլևս այս մարդկանց կյանքի մեջ նորություն եւ նորոգություն չբերեր։ Հիմա հատնապես երկնքից իջնում է հրեշտակը եւ ասում ուրախացիր, որովհետեւ Տերը քեզ հետ է։ Դու պատրաստվել ես, դու մաքրվել ես եւ Տերն ուզում է քեզ հետ լինել։ Եվ Աստվածամայրը այս ավետիսով, այս բարի լուրով նաև հրավեր է ուղարկում յուրաքանչյուրիս նոր կյանք սկսելու սիրելիներ։ Այն ինչ որ մենք արել ենք մինչև այսօր, այն կյանքը որ մինչև այս պահը մենք ապրել ենք, ու շատ շատերի արցունքների պատճառ է դարձել, շատ շատերին նեղացրել ենք, շատ շատերին վիշտ ենք պատճառել։ Մենք մեր սխալների պատճառով հիվանդացել ենք, ընկերներ ենք կորցրել, մեր առողջությունն ենք վնասել։ Աստված այսօր հրավիրում է նորոգելու այդ կյանքը, ջնջելու այն անցյալում ինչ որ կար, նոր մարդ դառնալու, նորովի ապրելու եւ Աստծո տաճարը դառնալու։ Իսկ այդ տաճարի համար շատ բան պետք չէ։ Մի փոքրիկ կանթեղը, որ վառում ես տաճարի մեջ, խավարը ցրվում է։ Այնպես էլ քո կյանքի մեջ, եթե թույլ տվեցիր, որ Հիսուսի խոսքը գա ու բնակվի, դու կլուսավորվես, կպայծառանաս եւ քո մնացյալ կյանքը, որ կապրես այս աշխարհի մեջ, քո կյանքը ուրախություն կպատճառի, դու էլ կուրախանաս, որ քեզ տեսնելով մարդիկ ուրախանում են, որ դու պատճառ ես դառնում ոչ թե տխրության, ցավի, կորստի պատճառ, արցունք ես թափում, այլ այդ հակառակ այդ ամենը ուրախություն է բերում։ Ուրեմն թող Աստվածամոր այս ավետման տոնը սիրելիներ, յուրաքանչյուրիս հոգու մեջ նոր ավետիս լինի, հիշեցնելու որ մենք այն տաճարն ենք, որտեղ Աստված ուզում է բնակվել։ Աստված յուրաքանչյուր մարդու մեջ է ուզում բնակվել, սիրելիներ։ Աստծո համար անկարևոր մերժված ու անտեսված մարդիկ չկան։ Աստծո համար բոլոր մարդիկ կարևոր են։ Ամենամեղավոր մարդը անգամ Աստծո համար նշանակություն ունի։ Ամենակործանված մարդը անգամ Աստծո համար սիրելի է եւ ընդունելի է։ Միայն մնում է թե մարդը ինքը իր ձեռքը մեկնի եւ ասի. Տեր, պատրաստ եմ, վերցրու ինձ, դարձրու քո գրիչը, դարձրու քո լույսը, դարձրու քո շնորհների աղբյուրը, որտեղ դու կուզես բնակվել։ Եվ մենք էլ Տիրոջ պես կարող ենք ասել. որտեղ ես պիտի բնակվեմ, եթե ոչ խոնարհների ու հեզերի մեջ։ Ուրեմն թող Տիրոջ այս բարի լուրը մեր կյանքի նորոգության, հույսի, վստահության, առաջնորդության օր դառնա, որպեսզի ամեն օր մենք էլ, երբ որ արթնանանք, Տիրոջ խոսքը լսենք. ուրախացիր, շնորհընկալ, Տերը քեզ հետ է, առանց ամոթի, առանց երկյուղի եւ առանց երկմտության։ Թող Տիրոջ սերը, խաղաղությունը, շնորհը ամենքիս հետ լինի այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։